Լավ, անցած անգամ մենք խոսացինք անվերջ արտադրյալներից, հիմա մի երկու հատիկ օրինակ նայենք անվերջ արտադրյալների, հա։ Հետազոտենք այս արտադրյալ 1 + 1-ին երրորդ, որտեղ n-ը 1-ից անվերջ է փոխվում, հա։ Այս անվերջ արտադրյալի զուգամիտությունը եկեք այստեղ այս մինուսով գրենք, հա։ 1 - 1-ին երրորդ, n-ն էլ թող սկսի 2-ից, հա։ Բարի, ինչպես ենք հետազոտում, մեզ պետք է իրա ինչը դիտարկել։ 1-ին ձգտելը անհրաժեշտ է, բայց բավարար չի զուգամիության համար։ Մասնակի արտադրյալները նայենք, հա։ Հիմա եթե ասենք n-ը, դա ինչն է լինելու։ Որ առաջին անդամ 1 - 1 երկրորդն է, հետո 1 - 1 երրորդ, այդպես մինչև 1 - 1-ին երրորդ, այս արտադրյալը պետք է հասկանանք ինչի է ձգտում, ունի սահման, չունի սահման, դրանից եզրակացնենք անվերջ արտադրյալը զուգամետ է, թե չէ, հա, ու սահմանը ինչպիսին է։ Հիմա ոնց կարող ենք ավելի հարմար տեսքով սա ներկայացնել։ Ընդհանուր այդ տարի բերենք, ոնց որ կլինի 1 երկրորդ, հաջորդը կլինի 2 երրորդ, այդպես n - 1-ին երրորդ, ու որ կրճատումները անենք, արդյունքում կմնա ամենափոքր ու ամենամեծ թվերը, հա։ Դա համար 1-ին երրորդը կմնա։ Ու ինչ ենք տեսնում, որ սա ձգտում է այս n-ը, որը 1-ին երրորդն է, ձգտում է 0-ի։ Հետևաբար անվերջ արտադրյալը ինչ է։ Զուգամետ է, տարամետ է, տարամետ է, մենք այստեղ պահանջում ենք, որ ունենա 0-ից անվերջից տարբեր, հա, սահման։ Մի հատ էլ օրինակ նայենք։ Հիմա ասենք արտադրյալ 1-ից անց 1-ը բաժանած n քառակուսի, էլ n2-ից անվերջ։ Հիմա սրա զուգամիությունը եթե հետազոտենք, էլի նույն գործը պետք է անենք, էլի պետք է դիտարկենք իր այդ մասնակի արտադրյալները, n-րդ մասնակի արտադրյալը, այս ասենք n-ը 1 - 1 բաժանած 2-ի քառակուսի, 1 - 1 բաժանած n քառակուսի։ Ինչ է առաջարկում ստեղ անել։ Էլ ընդհանուր այդ տարի բերենք, ոնց որ ստեղ լինելու է 2-ի քառակուսի անած 1 բաժանած 2-ի քառակուսի, հետո 3-ի քառակուսի անած 1 բաժանած 3-ի քառակուսի, տենց մինչև n քառակուսի անած 1 բաժանած n քառակուսի։ Դրա ինչ անենք։ Այս կարող ենք ներկայացնել ինչ։ Ոնց որ 1 անգամ 3, չէ, բաժանած, լավ, 1 անգամ 3 բաժանած 2-ի քառակուսի, հետո 2 անգամ 4, հա, բաժանած 3-ի քառակուսի, ուտեղ n - 1 անգամ n + 1 բաժանած n քառակուսի։ Իհարկե կարող ենք այս կամ առաջին արտադրիչները խմբավորենք, հա, կարող ենք նկատել, որ ստեղ գրած է ինչ, կամ էլ
պարզապես կրճատումները հանենք ու հասկանանք տակը ինչ է մնում։ Ոնց եք ավելի հարմար տեսնում։ Այո, ասենք 3-ի քառակուսին, ստեղ մի հատ ձախից անդամ կա, մի հատ էլ հաջորդ կոտորակը ինչն է լինելու։ 3 անգամ 5 բաժանած 4-ի քառակուսի, հա, այսինքն 3-ի քառակուսին լրիվ կրճատվելու է գնա։ Ոնց որ օրինակ 2-ից մենակ ոնց որ ձախ կողմում չկա, մենակ աջ կողմումն է կրճատվելու, այսինքն այստեղ 2-ն է մնալու, 3-ի քառակուսին կգնա, n քառակուսուց մի հատի կմնա, չէ, իսկ համարիչում ինչ է կատարվելու։ Ոնց որ ամենամեծ անդամն է մնալու, այս n-1-ը կրճատվելու է, մեկ էլ, սենց ասած, ֆորմալ 1-ն է, մեկ էլ մնալու, էլի։ Երկու անդամ համարիչում, երկու անդամ հայտարարում, ու ինչ ենք տեսնում, դե որ n+1 բաժանած 2-ինը պարզապես ձգտում է 1/3-ի, ուրեմն ինչ կարող ենք ասել։ Այս անվերջ արտադրյալը զուգամետ է։ Հարցեր։ Լավ։ Դե անցնենք այդ դեպքում հաջորդ թեմային։ Անվերջ արտադրյալների շարքերի զուգամության կապը, Գուցում եք արտադրյալ PN անվերջ արտադրյալը զուգամետ է այն և միայն այն դեպքում, երբ զուգամետ է սրանց լոգարիթմներից կազմված շարքը։ Ինչը որ հեշտությամբ կարելի է համոզվել։ Այս անվերջ արտադրյալը զուգամետ է, երբ կհիշացնեք, այն և միայն այն դեպքում, երբ որ այս մասնակի արտադրյալը P1 անգամ P2 անգամ Pn-ը մեկտում այն ինչ-որ P-ի, որտեղ P-ն 0-ից անվերջից տարբեր է, այսին P-ն պատկանում է 0-ից անվերջ, հա? Ուսախ գործ ունենք դրական, հա, P-ների հետ։ Ու հիմա ինչ կարող ենք ասել, դա նշանակում է, որ լոգարիթմ, եթե դիտարկենք լոգարիթմ ինչը, որ P-ն է, մեծատառ, փոքրատառ, մեծատառը, հա, լոգարիթմ P-ը կդառնա ինչ, լոգարիթմ P1 մայս լոգարիթմ P2, հա, մայս լոգարիթմ Pn ձգտելու է լոգարիթմ P-ին ու ստեղ ինչ կարող ենք ասել, լոգարիթմ P-ն ինչպիսի թիվ է,
Ինչ թիվ կարա լինի էսի։ Բացասական թիվ կարա լինի։ Երականում կարա լինի պարզապես մինուս անվերցությունից պլյուս անվերցություն կամայական թիվ։ Ստեղ 0 չեք թողում լինի, ըստ էության հենց այն պատճառով, որ այս լոգարիթմը գոյություն ունենա։ Այդ սահմանման նպատակահարմարությունը հենց այն է, որ արդեն ստեղ էլ եւս, հա, դուք ունենում եք, որ շարքը ունենում է վերջավոր գումար, հա։ Հետևաբար, այսինքն այդ էլ նույնն է թե, որ գումար լոգարիթմ P-ը զուգամետ է, որովհետև իր մասնակի գումարների հաջորդականությունը ունի վերջավոր սահման։ Շատ լավ։ Այդքանով ցույց տվեցինք, որ այն անվերջ արտադրյալի զուգահեռությունը համարժեք է իր այդ լոգարիթմերով շարքի արդեն զուգահեռությանը։ Now, դիցուկ P-ը ինչ-որ մեկ գումարած այն տեսքով է ներկայացվում, հա, այսինքն կդիտարկենք արտադրյալ 1 պլյուս այն անվերջ արտադրյալ է, հա։ Հիմա արդեն հատկություն երկուսը, եթե այն-ը մեծ է 0-ում, սկսած ինչ-որ համարից, երբ n-ը մեծ կանցար են 0-ից, ապա այս արտադրյալ 1 պլյուս այն-ը, անվերջ արտադրյալը, և գումարային զուգամտում են միաժամանակ, հա, այս անվերջ արտադրյալը և այս շարքը զուգամտում են միաժամանակ։ Այն պարագայում, երբ որ այն-ները դրական են։ Այսինքն, անվերջ արտադրյալների զուգահեռության հարցը բերում ենք արդեն մեր իմացած շարքերի զուգահեռության հարցին։ Շատ լավ։ Ինչպես կարող ենք այս անցումը լոգարիթմել է, հա, նախորդ հատկությունից, հա, համաձայն հատկություն 1-ի այս արտադրյալ 1 պլյուս այն-ը զուգամետ է այն և միայն այն դեպքում, երբ որ գումար ինչն է զուգամետ, լոգարիթմ 1 պլյուս այն-ը, հա։ Շատ լավ, հիմա մենք պետք է հասկանանք, որ սրա զուգահեռությունը համարժեք է գումարային շարքի զուգահեռությանը։ Ինչպես։ Հիմա
Ձգտելու է մեկի, ինչու։ Ինչու։ Okay, այսին իրականում պետք է ասել, որ եթե այնը չի ձգտում 0-ի, նկատենք, որ եթե այնը չի ձգտում 0-ի, ապա ինչ։ Այս 1 plus այնը չի ձգտում 1-ի, և դրանից եզրակացնում ենք, որ արտադրյալ 1 plus այնը ինչ է, տարամետ է, ինչպես նաև տարամետ է ով։ Գումար որ շարքը։ Գումար այնը, չէ, որտեղ ընդհանուր անդամը չի ձգտում 0-ի։ Այսինքն, եթե այնը չի ձգտում 0-ի, թե անվերջ արտադրյալը, թե շարքը, երկուսն էլ տարամետ են։ Այսինքն, ոնց որ հետաքրքիր դեպքը, այն դեպքն է, երբ որ այնը ձգտում է 0-ի։ Ոչ տրիվիալ դեպքը այդ է։ Եթե այնը ձգտում է 0-ի, ապա օգտվելով որ նշանավոր սահմանից լոգարիթմ ձգտում է 1, երբ x-ը ձգտում է 0, նշանավոր սահմանից ստանանք, որ լոգարիթմ 1 plus այն, բաժանած այնը ձգտում է 1-ի, երբ որ այնը ձգտում է անվերջության, ու հիմա արդեն կարող ենք օգտվել ինչից։ Ինչ հայտանիշից։ Բաղդատման երկրորդ հայտանիշից, այո։ Ուստեղ բաղդատման երկրորդ հայտանիշը կիրառելու համար մեզ ինչ է անհրաժեշտ։ Ոնց որ մեր թեորեմի միջի հետևնող հատկության միջի որ պայմանն է պետք գալիս, որ բաղդատման հայտանիշը առհասարակ կարողանա կիրառել։ Որ դրական են, կամ ի վերջո դրական։ Ինչպես։ Բայց ոնց որ լոգարիթմ 1 plus այնը կլինի դրական, ինչ-որ պահից սկսած ու ինչպես նաև այնը։ Իրականում բաղդատման երկրորդ հայտանիշը, երբ որ կիրառում եք, սենց տենենց, եթե մեկն ու մեկը ի վերջո դրական է, ու այդ սահմանն էլ դրական է, ապա այն մյուսն էլ էլի ի վերջո դրական կլինի, ինչ-որ կարող է այլ տեղից սկսած դրական լինի, բայց մեկը ի վերջո դրական կլինի։ Այսինքն այնի դրական լինելը արդեն կապահովի լոգարիթմ 1 plus այնի դրական լինելը էլ ինչ-որ պահից սկսած զուտ ես սահմանից օգտվելով։ Հետևաբար օգտվելով բաղդատման երկրորդ հայտանիշից կստանանք, որ այս լոգարիթմ 1 plus այնը
զուգամետ է այն եւ միայն այն դեպքում երբ զուգամետ է գումարը այնը ստեղ կարող ենք մի հատ աստղանիշ դնել, հա, այս ձևակերպման կողքը, հա, որը համադրելով աստղանիշի հետ ստանանք որ ստանանք որ այս արտադրյալը զուգամետ է այն եւ միայն այն դեպքում երբ որ զուգամետ է արդեն գումարը այն շարքը Իհարկե սա արեցինք այն պարագայում, երբ որ մեր այն-ները ինչ-որ պայից սկսած դրական են, նույն կերպ կարելի էր այս ամեն ինչը ստանալ այն դեպքում, երբ որ ինչ-որ պայից սկսած բացասական են, հա, այստեղ կարելի է մի հատ դիտողություն ավելացնել Հատկություն երկուսը կմնա ճշմարիտ նաև այն դեպքում, երբ այն-ը փոքր է 0 ինչ-որ համարից սկսած։ Իհարկե, որ այն-ը փոքր է 0 գրում ենք, ստեղ նաև նկատի ունենք, որ 1 պլյուս այն-ը պետք է ինչպիսին լինի դրական, հա? Այսինքն այն-ը մինուս 1-ից մեծ պետք է լինի։ Այսպես թե այնպես։ Բարի։ Okay, ու մի հատ էլ օրինակ նայենք։ Ցույց տանք, որ այս արտադրյալ 1 պլյուս 1-ը բաժանածայինի ալֆան զուգամետ է այն եւ միայն այն դեպքում, երբ որ ինչ է կարգանկարվում, որ ցուցիչը ինչ մեծա 1-ից, այո։ Ալֆան մեծա 1-ից։ Իրոք Ստեղ ինչը կարող ենք օգտագործել։ Այդ հատկություն երկուսը։ Հատկություն երկուսը կիրառելու համար ընդհանրապես պետք է, որ այդ մեկին գումարվող գումարելին լինի մեծ 0-ից, իրոք, մեկը բաժանածայինի ալֆան մեծ 0, ուստի համաձայն հատկություն երկուսի, հա, Այս արտադրյալը ինչպես? Պետք է ասենք, որ այս անվերջ արտադրյալը զուգամետ է, երբ այն եւ միայն այն դեպքում երբ զուգամետ է գումար 1 բաժանածայինի ալֆան Այս սրա զուգամությունը մենք արդեն հետազոտել ենք, չէ՞։ Այս վերջինս տեղի ունի, երբ ցուցիչը մեծա 1-ից։
Վերջինը զուգամետ է երբ ալֆան մեծ է մեկից։ Արի, այսինքն այս անվերջ արտադրյալների զուգամությունը արդեն նայում ենք ալֆան մեծ մեկ դեպքում։ Ինչպես։ Այդ կլինի հաշվել, բայց տենց հեշտ չի լինի, ոնց որ 1 մինուս 1-ը բաժանած այն քառակուսին։ Տենց որ այդպես ավելի բարդ կլինի։ Պետք է որ լինի։ Այնտեղ պետք է մի հատ կարակ փորձեք հաշվել։ Հա, այդ հեշտ չի լինի։ Հա։ Okay։ Կամ այդ ոչ մի բան հաստատ հնարավոր է հաշվել, պրոգրեսը ընդ որ լինի, կարաք ասեք։ Շուտ հետաքրքիր բաներ պետք է լինի այդտեղ անել։ Լավ, անցնենք մեր հաջորդ թեմային, կետային եւ հավասարաչափ զուգամտություն։ Դիցուկ ունենք FN ֆունկցիոնալ հաջորդականությունը, հա։ Մոստակցանք գրենք fn(x), հա, որ շեշտենք որ ֆունկցիաներ են, հա, ֆունկցիոնալ հաջորդականությունը։ Սահման։ Կասենք, որ fn(x)-ը կետորեն ձգտում է fx-ին x-ի վրա, եթե կամայական x-ի համար մեր x բազմությունից, արդեն ոնց որ այս կետը ֆիքսում եք, այս մեր բազմությունից, ու այդ ֆիքսած կետի համար fn(x)-ը, որը արդեն դառնում է ինչ հաջորդականություն, թվային հաջորդականություն, այո, այդ թվային հաջորդականությունը ձգտում է այս fx թվին, հա, x-ը եթե ֆիքսում եք, հա, եթե կամայական x-ի համար fn(x)-ը զուգամիտում է fx-ին, երբ n-ը ձգտում է անվերցության։ Այս ինչ է նշանակում, կարող ենք հիմա էպսիլոն դելտա լեզվով այս ամեն ինչը գրել։ Նույնն է, թե կամայական x-ի համար x-ից և կամայական էպսիլոն դրական թվի համար համար կա, այդ համարը ի դեպ կասեք ինչից է կախված, էպսիլոնից և x-ից, այն ամեն ինչից, ինչը նախորդում է իրան, և էպսիլոնից է կախված և x-ից է կախված, հա։
այնպես որ սկսած այդ համարից ինչա տեղի ունենում մոդուլ fn(x) հանած fx-ը փոքր է էպսիլոնից։ Շատ լավ։ Հիմա մի հատ հավասարաչափ զուգահեռությունն էլ եկեք սահմանենք, կետորեն զուգահեռությունը սահմանեցինք։ Կասենք, որ fn(x) ֆունկցիոնալ հաջորդականությունը հավասարաչափ ձգտում է fx-ի էլի ստեղ։ Երբ որ հավասարաչափ ասում եք, պարտադիր պետք է նաև ասեք, թե որտեղ x-ի վրա եթե այն պայմանը, որ քիչ առաջ գրեցինք, պարզապես արդեն այդ n0-ն կախված է լինելու միայն էպսիլոնից։ Ու այդ x-ը արդեն ոչ թե բնականաբար սկզբից կգրվի, այլ կգրվի վերջում, որտեղ այդ n0-ն դրանից կախված չէ, հա, եթե կամայական էպսիլոն դրական թվի համար գոյություն ունի մի հատ համար, այնպես որ հենց n-ը մեծ կանցար n0, այդպես բխում է, որ մոդուլ fn(x) հանած fx-ը փոքր է էպսիլոնից բոլոր x-երի համար, որտեղից x-ից, հա։ Շատ լավ, հիմա եկեք մի երկու հատ օրինակ նայենք ու տեսնենք այդ կետոնային ու հավասարաչափ զուգահեռությունների տարբերությունը։ Նախ ինչ եք կարծում, որ հատկությունն է ավելի ուժեղ, որից է մյուսը բխում։ Կետորենից հավասարաչափն է բխում, թե հավասարաչափից կետորենը։ Հավասարաչափից կետորենը, հա։ Այսինքն սա ավելի ուժեղ հատկություն է բնականաբար, հա։ Մենք գտնենք fn(x)-ը հավասար է x-ի n ֆունկցիոնալ հաջորդականության կենտրոնային սահմանը զրոմեկի վրա, նա փակատված է վրա։ X-ի n-ը, եթե սահմանն եք ուզում գտնեք, n x-երը համար, որոնք 0,1 փակատվածից են, որ x-երը արժի, ինչ-որ դեպքեր արժի, առանձնացնել 0,1 առանձին նայենք, մնացած առանձին 0-ի դեպքում սահման չկա, 1-ի դեպքում էլ հաստատն է։ Հա, դասամիջոցը ձեզ օգնական։ Այստեղ մի բան էի բաց թողել։ Ինչպես։ Եկեք այս մի վարքան մի հատ այսի ջնջեմ, հա։ Այս ջնջեմ, այստեղ մի հատ ավելացնեմ, որ եւ այդ պարագայում
կգրենք այսպես, հա, f-ն x-ը հավասարաչափ զուգամիտում fx-ին x-ի վրա։ Նա օրինակ մեկ գտնենք այս f-ն x-ը հավասարա x-ի այս x-ը մեր մոտ պատկանում է 0,1 կետորեն սահմանում։ Այո։ Երբ x-ը հավասար է 1, ապա f-ն x-ը, նույն f-ն 1-ը լինում է որքան 1-ին աշճան, որը նույն 1-ն է և սահմանն էլ կձգտի, սահմանն էլ կլինի 1-ը, երբ x-ը պատկանում է արդեն 0-ից 1-ը բաց, ապա f-ն x-ը ինչին է ձգտում 0-ի, հա, երբ որ այս հիմքը մեր մոտ 0-ի 1-ի միջև է, ապա ձգտում է 0-ի։ Հետևաբար կետորեն սահմանը որն է։ Ну 0 1-ը 1 կետում մնացած կետերում 0, հա։ Հետևաբար այս f-ն x-ը հավասար է x-ի n-ը, ձգտում է fx հավասար է ինչ, այդ fx-ը այս ֆունկցիան է 0, երբ որ x-ը պատկանում է 0-ից 1-ը բաց, 1, երբ որ x-ը հավասար է 1։ Այս մեր կետորեն սահմանն է։ Շատ լավ։ Հիմա օրինակ երկուսը, հա, հետազոտենք այս նույն հաջորդականության արդեն հավասարաչափ զուգամիտությունը մի քանի տիպի բազմությունների վրա, հա, հետազոտենք ֆունկցիոնալ հաջորդականության հավասարաչափ զուգամիտությունը ասենք 0,1-ի վրա Ման 0 1 մինուս դելտայի վրա որտեղ դելտան 0-ի 1-ի միջև ինչ-որ թիվ է, հա։ Նախ ինչ եք կարծում, ինչքան այդ բազմությունը փոքրացնում եք, այդքան ինչ կարա տեղի ունենա հավասարաչափ զուգամիտությունը այնքան ավելի հավանական է դառնում, թե ավելի քիչ հավանական է դառնում։ Ավելի հավանական է դառնում։ Այսինքն, եթե մեծի վրա հավասարաչափ զուգամետ է, փոքրի վրա հավասարաչափ զուգամետ կլինի։ Կամ եթե փոքրի վրա հավասարաչափ զուգամետ չի, ապա մեծի վրա չի լինի ու չի լինի։ Շատ լավ։ Այսինքն, ինչ եք ակնկալում, որ դեպքում ինչ եք ակնկալում։ Որ A դեպքում, հա, հավասարաչափ զուգամետ չի, իսկ B դեպքում հավասարաչափ զուգամետ է։ Okay, շատ լավ։ Ցույց տանք, որ այս մեկ էլ մի հարց էլ
եթե ֆունկցիոնալ հաջորդականությունը հավասարաչափ զուգամետ է, իր այդ սահմանը, իր կետորեն սահմանի հետ ինչ կապ պետք է ունենա։ Պետք է համընկնեն, հա, այսինքն եթե ինքը հավասարաչափ զուգամիտում է, արդեն կետորենն էլ է զուգամիտում, իսկ մենք քիչ առաջ տեսանք, չէ, մեր այս ֆունկցիոնալ հաջորդականության կետորեն սահմանը ինչն է, այսինքն եթե ուզում ենք ցույց տանք, որ օրինակ B դեպքում, հա, 0 1 մինուս դելտայի վրա հավասարաչափ զուգամետ է, ապա հավասարաչափ պետք է ձգտի այս ֆունկցիան, նո, կամ 0-ին, հա, որտեղ 0 1 մինուս դելտայի վրա այս ֆունկցիան պարզապես 0 է։ Okay. Ասացինք հետևյալը, որ եթե լայն տեղում հավասարաչափ զուգամետ է, նեղում էլ կլինի։ Եվ եթե նեղում հավասարաչափ զուգամետ չի, լայնում չի լինի։ Ну, այս դեպքերն էլ հենց այնպես են, որ լայնում զուգամետ չի, նեղում զուգամետ է։ Եթե հանգած նեղում էլ զուգամետ չլիներ, ոնց որ այն լայնը նայելը ավելորդ բան, ոնց որ հեշտ գործ կլիներ։ Ասենք իրարից տարբեր դեպքեր են, էլի։ Ասենք լայնում ակնկալեք, որ հավասարաչափ զուգամետ չի, նեղում հավասարաչափ զուգամետ է, իհարկե դիտավորյալ կարա տրված լինի այնպես, որ x-ում էլ հավասարաչափ զուգամետ լինի կամ x-ում էլ հավասարաչափ զուգամետ չլինի, բայց այդ բaragայում հեշտությամբ մեկից մյուսը կողանակ ստանալ, էլի։ Բարի։ Ցույց տանք, որ f(x)-ը հավասարաչափ ձգտում է 0-ի եւ x-ը պատկանում է 0-ից 1 մինուս դելտա։ Ինչպես ենք ցույց տալի։ Մենք ինչպես։ Հա։ Այսինքն ուզում ենք որ կամայական էպսիլոնի համար գտնենք մի հատ համար, չէ, որը կախված է միայն էպսիլոնից, այնպես որ հենց n-ը մեծ կհասարը n0, տեղից բխի, որ ասեք գրեմ, ինչ պետք է գրեմ։ x-ի n աշճանից հանած 0 փոքր լինի էպսիլոնից, կամայական x-ի համար 0-ից 1 մինուս դելտա։ Շատ լավ։ Իրականում, ոնց որ երբ որ դուք պահանջում եք, որ այս տարբերության մոդուլը փոքր լինի էպսիլոնից, բոլոր կետերի համար ինչ-որ բազմությունից, նույնն է թե, որ պահանջեք, որ այդ տարբերության մոդուլի ինչն է փոքր կամ հավասար էպսիլոնից։ Եթե ուզում եք, որ բոլոր կետերում դա տեղի ունենա։ Այս ինչ-որ ֆունկցիա է։ Մեծագույնը կարա գոյություն չունենա, նաև սուպրեմումը, հա։ Այսինքն նույնն է թե, որ սուպրեմումը։ Շատ դեպքերում նաև այս ամեն ինչը համարվեք է հետևյալին, որ կամայական էպսիլոնի համար, գոյությունի համար, այնպես որ այդ համարից սկսած սուպրեմում իհարկե այստեղ մասնավոր դեպքում եմ գրում, բայց այս նույնը ընդհանուր դեպքում էլ եւս տեղի ունի, հա, սուպրեմում, որտեղ սուպրեմումը վերցնում ենք ըստ ինչի n-ի x-ի x-ը մեր տվյալ բազմությունից է, հա։ Այստեղ իհարկե, հա 0-ից 1 մինուս դելտա, այնտեղ որտեղ որ այո, դե հիմա սուպրեմումը արդեն կնայենք կտենենք։ Այս էլ իհարկե նույնն է թե, որ ինչ ասեք, այս սուպրեմումը ինչից է կախված, այս արժեքը ինչից է կախված, n-ից, x-ից։ Ինչ է x-ից կախված։ X-ը փոփոխելով դուք այդ սուպրեմումը ստացել եք։ Արդեն ինչ որ մնացել է n-ը։ Տեսնում ենք, չենք տեսնում։ Okay։ Հիմա այս սուպրեմումը որ հաշվում ենք, ըստ x-ի ենք, չէ, հաշվում։ Այդ արդեն այս սուպրեմումը x-ից կախված է, թե կախված չի։ Թե սուպրեմումը որ հաշվեցինք բրծանք x-ից կախված կլինի, թե չէ։ Չէ, ինչից է կախված լինելու։ Կախված է լինելու n-ից։
Այսինքն դուք ինչ եք ասում, որ կամայական էպսիլոնի համար գոյություն ունի մի հատ համար, որ այդ համարից սկսած այս ոչ բացասական թիվը n-ից կախված փոքր է լինելու էպսիլոնից, նույնն է թե որ ասեք, որ այս թվային հաջորդականությունը ձգտելու է 0-ի, հա, այս ոնց որ այս lim sub x-ն հանած 0-ն հավասար է 0։ Այս limens երբ որ n-ը ձգտում է անվերջության, supremum երբ որ x-ը պատկանում է 0-ից 1 մինուս դելտա։ Այս ամեն ինչը ասցինք մասնավոր դեպքում, բայց այս կարող եք ընդհանուր ծոր ֆունկցիոնալ հաջորդականությունների զուգամություն ուսումնասիրել, այս կերպ ուսումնասիրեք, ու հիմա պարզապես այս ամեն ինչը եկեք տեսնենք, որ տեղի ունի։ Ընդամենը պետք է ասենք, որ այս supremum մոդուլ x-ի են հանած 0-ն, x-ը 0-ից 1 մինուս դելտայում, ինչ է, որ կետում է ընդունելու իրա supremum-ը, 1 մինուս դելտայում, 1 մինուս դելտայի են աշճան, դա էլ իրոք ձգտում է 0-ի, երբ որ n-ը ձգտում է անվերջության, որտեղ դելտան դրական թիվ է, չէ, այս 1 մինուս դելտան 0-ի 1-ի միջև է։ Բարի։ Ստանից հարցեր։ Ահա։ Ամեն կետում, բայց հարցը այն է, որ n ինչ որ մենք ստանում էինք, ամեն կետի համար n-ը տարբեր է։ Հիմա մենք եթե հիմա դիտարկենք a դեպքը, այսինքն երբ որ x-ը պատկանում է 0-ից 1, հա? Հիմա այս նույն արտահայտությունը supremum մոդուլ x-ի n հանած 0, x-ը պատկանում, եկեք x-ի n հանած fx գրեմ, հա, fx-ը այն մեր հին fx-ն է, որը որ գրել էինք 0 է բոլոր կետերում բացի 1-ից, 1-ում էլ 1 է, հա, այս x-ը 0-ում 1։ Իհարկե, ոնց որ մեկ կետում ստեղ ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում, պարզապես 0 է, հենց որ կարող ենք այդ կետը բաց թողել, կարող եք գրել, որ մեծ կամ հավասար է supremum, երբ որ x-ը պատկանում է 0, 1-ը բաց, կարող եք գրել հավասար է, հա, ինչի մեծ կամ հավասար է, որովհետև բազմությունը ինչ արեցինք, փոքրացրեցինք, ինչքան փոքրացնում ես, իր supremum-ն էլ կարա միայն փոքրանա, իրականում չի փոխվում այս դեպքում, բայց առհասարակ կարա միայն փոքրանա։ Ու ինչի ես գրեցինք, որ արդեն կարողանանք fx-ը փոխարինենք պարզապես 0-ով, հա։ Հիմա եթե այս supremum-ը նայեք, ինչ կլինի։ Հա։ Այսի այն դեպքում կընդունի, երբ որ x-ը մոտենա 1-ին, ու ինչ կդառնա, պարզապես 1-ի n աստիճան, շին 1։ Հիմա եթե n-ն էլ ձգտեցնենք անվերջության, 1, չէ, այսին մենք տեսնում ենք, որ այս supremum-ը կարող է ձգտել ինչի, ոնց որ որպեսզի հավասարաչափ զուգամետ լիներ, պետք է այս supremum-ը ձգտեր, այս supremum-ը ինչի պիտի ձգտեր, 0-ի պիտի ձգտեր, հիմա կարա 0-ի ձգտի, հետևաբար այդ supremum-ը supremum այս թեկուս այս հա չի ձգտում 0-ի և x-ի n-ը հավասարաչափ զուգամետ է թե չէ։ Զուգամետ չէ 0-1-ի վրա։
Այո, այսինքն այստեղ ինչ է տեղի ունենում, որ եթե նկարով նայենք, հա, այս ասենք x-ի գրաֆիկն է, հա, 0-ից 1-ի վրա։ X քառակուսու գրաֆիկը այսպես, x խորանարդին ավելի, այսպես sense գնալով։ Հիմա հարցը այն է, որ հա, sense գնալով այս գրաֆիկները պարկում են 0-ին մոտենում են, բայց այդ 0-ին մոտենալը ոչ մի ձևով հավասարաչափ չի։ Այսինքն եթե դու ինչ-որ էպսիլոն ես դնում, այնպես չի, որ ասում ես, որ օրինակ 100-րդ անդամից սկսած բոլորը այս 0-1-ում փոքր են լինում էպսիլոնից։ Այսինքն իրանց սահմանին էպսիլոն չափով մոտիկ են լինում, չէ՞։ Մեկը այն 100-րդն էլ որ նայեք, հետո դառնում է ինչ որ x-երի համար այդ էպսիլոնից մեծ։ Ու դա էլ հենց խնդիր է։ Այսինքն ինչքան էլ որ հիմա եթե x-ը ֆիքսեինք, այդ ֆիքսած x-ի համար իհարկե կարող է էպսիլոն կամայական էպսիլոնի համար ինչ որ համարից սկսած փոքր դարձնել, բայց երբ որ x-ը թողում ես փոփոխվի 0-ից 1, այդ ժամանակ չես կարող անել։ Ուրիշ բան, որ երբ որ այս ձեր 1 - դելտան է, ֆիքսած է, ու արդեն այդ 1 - դելտայի վրա գնալով իր արժեքները փոքրանում են ու ուզածը էպսիլոնից կարող ես բոլորը ինչ որ համարից սկսած փոքր դարձնել։ Հա՞։ Տեղից հարցեր։ Okay։ Հա, այսինքն տեսնում ենք, որ կարակետորեն զուգամիտի հավասարաչափ չզուգամիտի, բայց իհարկե եթե հավասարաչափ զուգամիտում է, ապա կետորեն զուգամիտում է։ Երկու տարբեր բազմությունների վրա դիտարկեցինք, թե այս fx-ն ես ասում։ Այստեղ հավասարաչափ զուգամիտ չի, այնտեղ զուգամիտ է։ Չէ, ոչ մեկի վրա միանգամից չես կարող ասել այս պահին ունեցած գործիքներով։ Բայց հետո օրինակ կտեսնենք, որ, չգիտեմ, անընդհատությունը հավասարաչափ զուգամիության դեպքում փոխանցվում է։ Օրինակ, անընդհատ եթե ֆունկցիաներ ունեք, սահմանն էլ պետք է անընդհատ լինի։ Այսինքն, եթե օրինակ նայում ես սահման անընդհատ չի, ուրեմն հաստատ կարող ես ասել, որ հավասարաչափ զուգամիտ չի այդ բազմության վրա։ Այս պարագայում մենք ամեն դեպքը առանձին դիտարկեցինք, ամեն դեպքում պատասխանը ստացանք։ Արի, այս ամեն ինչը խոսում ենք հաջորդականությունների համար, հիմա կարող ենք այդ համապատասխան սահմանները տալ արդեն շարքերի համար, հա։ Կասենք, որ գումար ասենք unx է, ֆունկցիոնալ շարքը զուգամետ է x բազմության վրա, կետորեն զուգամետ է, հա։ x-ի վրա։ Եթե հիմա այս ֆունկցիոնալ շարքի զուգամությունը ոնց կսահմանեք իմանալով արդեն իսկ հաջորդականության զուգամությունը։ Ոնց որ շարքերը ոնց է կապում հաջորդականությունները։ Եթե մասնակի գումարները, եթե այս մեծատառ unx ու 1x գումարած unx, հա, այս մասնակի գումարների հաջորդականությունը կետորեն զուգամետ է x-ի վրա։
Իհարկե նույն կերպ կարող ենք սահմանել հավասարաչափ զուգահեռությունը, հա։ Կասենք, որ այս գումար UN-X-ը հավասարաչափ զուգամետ է X-ի վրա, եթե այս մեծատառ UN-X-ը հավասարաչափ զուգամետ է X-ի վրա, ավելի լավ կլներ, ասենք, եթե այդպիսին է UN-X-ը, հա, հավասարաչափ զուգամետ է X-ի վրա։ Հատլավ արդեն մասնակի գումարների հաջորդականությունից ենք նույն բանը ուզում։ Ստեղ տեսնում ենք ոնց կարողանում ենք ձեր այդ հաջորդականությունների ծանոթություն կատարել շարքերին, հակառակը ոնց կարող ենք անել։ Այսինքն եթե ձեր մենք տեսնում ենք, որ այդ շարքի զուգամետությունը նույնն է թե իր մասնակի գումարների զուգամետությունը, հիմա եթե օրինակ ունեք ինչ որ հաջորդականություն ու ուզում եք ոնց իրան շարքով ներկայացնեք, ոնց շարքով կներկայացնեք։ Ոնց պետք է ինձ շարք նայեք, որ շարքի մասնակի գումարը տա այդ քո f-ը, հա, այսինքն հիմա fn-x-ը օրինակ ինչ գումարով կարող են գրել f1x գումարած ինչ f2x որ գրենք արդեն լավ չի լինի, չէ՞, հենց մենակ f2x, բայց եթե f2x գումարած f2x խմբավորենք նո, ստեղ պետք է լավ կլներ ինչ լիներ, որ f2 դառնար։ Ասենք f2x-ը ոնց կգրեք f1x գումարած f2x հանած f1x։ Հիմա f3x-ը ոնց կգրեիք։ Ստել, մի հատ էլ կգումարեք f3x մինուս f2x ու այդպես շարունակ մինչև f ինչ-x fn-x հանած fn մինուս 1x, հա։ Օգտվելով այս առնչությունից, հա, այս առնչությունից, հա, կարող ենք ասել, որ fn-x ֆունկցիոնալ հաջորդականությունը զուգամետ է զուգամետ, փակագծերում հավասարաչափ զուգամետ, հա։ X բազմության վրա
Այն եւ միայն այն դեպքում, երբ որ շարքն է զուգամետ կամ հավասարաչափ զուգամետ վերևի, հա, այսինքն այստեղ այն եւ միայն այն դեպքում f1x գումարած այստեղ f2x հանած f1x գումարած fn(x) հանած fn-1x իհարկե այստեղ շարունակվում է, բնականաբար սա կարող ենք ավելի կոմպակտ տեսքով գրել, գումար n-ը այսա կհասկանանք որտեղից ամեր, fn(x) հանած fn-1x, n-ը որտեղից սկսվի, n-ը 1-ից սկսվի, ու իհարկե f1 հանած f0, f0-ի տակ պետք է հասկանանք, որ պարզապես 0-ն է, հա, որտեղ f0x-ը հավասար է 0։ Ֆունկցիոնալ արդեն շարքի զուգամությանը ու հավասարաչափ, եթե այն եւ միայն ֆունկցիոնալ շարքը շարքն է զուգամետ, փակագծերում հավասարաչափ զուգամետ x-ի վրա։ Ստեղից հարցեր։ Կոշի սկզբունքը ֆունկցիոնալ հաջորդականությունների եւ շարքերի համար։ Ωραία. Սկսենք հաջորդականություններից, հա։ X ֆունկցիոնալ հաջորդականությունը, հա։ Հավասարաչափ զուգամետ է x-ի վրա, այն եւ միայն այն դեպքում, երբ ինչ։ Կամայական էպսիլոնի համար գոյությունն է n0, n0-ն կախված է էպսիլոնից, այնպես որ ինչպես? Այնց որ n-ը մեծ կանսար n0-ից, տեղից բխում է, որ ինչպես? Հա։ fn plus p իհարկե x-ով, հանած fn x-ը փոքր է էպսիլոնից, որ p-երի համար, բոլոր p-երի համար, հա, մեկից,
Okay։ Շատ լավ։ Ինչպես սրա մեջ կարող ենք համոզվել, հիմա ասենք հեշտը սկսենք, հա, ասենք անհրաժեշտությունն ենք ուզում ապացուցենք։ Ինչ գիտենք։ Գիտենք, որ մեր ֆունկցիոնալ հաջորդականությունը հավասարաչափ զուգամետ է։ Գիտենք, որ fn x-ը հավասարաչափ զուգամետում է ինչ-որ մի հատ ֆունկցիայի, չէ՞, այս x-ի վրա։ Այստեղ իհարկե նաև պետք է նշենք, որ կամայական x-ի համար էլ x-ից, բնականաբար, x-ի վրա։ Ստեղից կարող ենք սահմանումից օգտվելով, հետևաբար ինչ։ Կամայական էպսիլոնի համար, գոյություն ունի մի հատ համար, հա, որը կախված է այն էպսիլոնից, այնպես որ հենց n-ը մեծ կհասար է n0, տեղից բխում է, որ մոդուլ fn x հանած fx-ը փոքր է էպսիլոն կամայական x-ի համար x-ից։ Շատ լավ։ Հիմա ինչ ենք ասում։ Ուստի, եթե n-ը մեծ կհասար, եթե pen հավասար է 1, 2, 3 եւ այլն, ապա n plus pen n0-ից մեծ է, մեծ չի։ Մեծ է հավասար 0 եւ ինչ կարող ենք ասել fn plus p մինուս fx-ի մասին, որ այս տարբերությունը էլի փոքր է էպսիլոնից։ Հետևաբար, մեզ ինչ տարբերություններ հետաքրքրում։ Հետևաբար, մոդուլ fn plus p հանած fn x-ը, որը փոքր է հավասար ինչից։ Այսին մի հատ պետք է գրենք մոդուլ fn plus p x հանած ինչ fx, մի հատ էլ fx հանած fn x, ու ստանում ենք, որ ամեն մեկն էլ էպսիլոնից փոքր է, իհարկե այստեղ տարբերություն չկա fx հանած fn x-ը մոդուլի տակ, թե հակառակը, հա, ու այստեղ կստանանք, որ փոքր է էպսիլոն գումարած էպսիլոնից։ Երկու էպսիլոնից փոքր ստանալ, թե էպսիլոնից փոքր ստանալ, դա կարևոր չի, հա, կարևորը, որ բոլոր x-երի համար, ստացանք բոլոր x-երի համար x-ից և բոլոր p-երի համար, բոլոր բնական p-երի համար։ Արի, հիմա ոնց որ հակառակը փորձենք ցույց տալ, եթե տեղի ունի այս պայմանը, ապա հավասարաչափ զուգամետ է։ Ինչպես դա անենք։ Ոնց որ այստեղ խնդիրը այն նրանում է, որ առաջին հերթին պետք է հասկանանք, որ հավասարաչափ զուգամիտում է ում։ Այդ fx-ը պետք է հասկանանք։ Ոնց ենք այդ fx-ը հասկանում։ Այո։ Մենք ըս ուզում եք սրա անունը աստղանիշ գրենք, հա։ Թեորեմի մեջ նշված պայման, հա։ Հիմա մենք փորձում ենք բավարարությունը ցույց տանք, հա։ Աստղանիշից ունենք, որ այս fn x կամայական ֆիքսած x-ի համար fn x-ը
ինչպիսին է։ Զուգամետ է, չէ՞, այսի կոշու զուգամետության սկզբունքը չի գրված այդ թվային հաջորդականության համար, եթե x-ը ֆիքսենք, հա։ Ստեղից ինչ հարց կա։ Որ x-ը ֆիքսում ես, այս սրանք թվային հաջորդականություններ չեն դառնում։ Fn x-ը ոնց որ an-ա դառնում։ Այս էլ an + p-ն է դառնում։ Ասում ես an + p անած an-ի մոդուլը փոքր է ε, այսինքն ինքը կոշու հաջորդականություն է։ Այսինքն ինքը զուգամետ է, հա։ Որ կամայական ֆիքսած x-ի համար Fn x-ը կոշի հաջորդականություն է և հետևաբար ունի սահման։ Ունի սահման համաձայն կոշու զուգամետության սկզբունքի ինչի համար, թվային հաջորդականությունների համար։ Կոշի զուգամետության սկզբունքի թվային հաջորդականությունների համար, հա։ Լավ։ Հիմա, այսինքն Fn x-ը ունի սահման, այդ լավ է, հիմա ինչ կարող ենք անել։ Մեզ պետք է ստանալ, որ Fn հանած, որը նշանակենք այդ սահմանը, հա, այդ սահմանը նշանակենք fx-ով, հա, ֆիքսած է x-ը։ Ունենք, որ Fn x-ը, այսինքն ունենք, որ Fn x-ը կետորեն ձգտում է fx-ին բոլոր x-երի համար x-ից, իհարկե այն անվերջի ձգտելիս։ Հիմա մեզ պետք է այս պայմանից հասկանանք, որ տեղի ունի ոնց որ Fn x հանած fx-ի մոդուլը, որ փոքր է էպսիլոն կամ նման մի բան։ Այս երկու արտահայտություններից որը պահենք։ Fn x-ը հետի այն է, ինչը որ սենց տնես մեզ էլի պետք է ունենալ։ Ոնց որ պետք է ստանանք, որ մոդուլ Fn x հանած fx-ը փոքր է էպսիլոն։ Fn x-ը թե ստեղ, թե այնտեղ առկա է։ Հիմա սրանից ոնց ազատվենք։ Պեն որ ձգտեսնենք անվերջության, հա, աստղանիշում, կստանանք, որ այսքանը Fn + p-ն կձգտի fx-ին ու ստեղ փոքր է-ի փոխարեն կունենանք, որ սահմանն ենք անցնում անհավասարությունների մեջ, մի հատիկ էլ հավասարությունը առաջանում, այդքան մի բան, okay, աստղանիշում պեն անվերջի ձգտացնելով կստանանք, որ կամայական էպսիլոնի համար, գոյությունի համար, էպսիլոնից կախված, այնպես որ այդ համարից սկսած, տեղի ունի ինչ, այս Fn + p-ն կստացվի fx, ստեղ հանած Fn x, փոքր է հավասար էպսիլոն, իհարկե փոքր է հավասար էպսիլոն, թե փոքր է էպսիլոն, կարևոր չի, ստեղ ստացանք բնականաբար, որ x-երի համար, կամայական, բա որ p-երի համար, պեն չկա, պեն գնաց, P-ի գլուխը կերանք, պեն ձգտեց անվերջի, P-ից ազատվեցինք։ Լավ, ես ստացանք, ես էլ հենց ինչն է։ Ինչ զուգամետությունն է։ Հավասարաչափ։ Որտեղից։
F-ն x-ը հավասարաչափ զուգամիտում է f(x)-ին x-ի վրա։ Հարի։ Հարցեր։ Ոնց էր կենտրոնային զուգամիտությունը ապահովեց այն օբյեկտը, որին առհասարակ հույս ունենք զուգամիտելու։ Հետո ցույց տվեցինք, որ իրոք այդ օբյեկտին հավասարաչափ է զուգամիտում։ Ոչ թե պարզապես կենտրոնից գնացինք հավասարաչափ, այլ մի հատ այդ օբյեկտը գտանք, որին պետք է ձգտի, հետո ցույց տվեցինք, որ իրոք հավասարաչափ ձգտում է։